Руководствуясь нарушением в этих странах прав человека. Այսօր ուրեմն ԵՀԿ ուրեմն տնտեսական հարցերի, ուրեմն գիտության, տեխնոլոգիաների հանձնաժողովում քննարկում է կոմպլեքս հարց, որը կապված է փախստականների խնդրի հետ, որը կապված է անվտանգության ապահովման խնդիրների հետ, որը կապված է էներգետիկայի, արտանետումների եւ այլ համալիր հարց։ Զեկուցողը ուրեմն Իտալիայի իտալական խորհրդարանի ներկայացուցիչ էր, այսինքն համալիր խոշոր հարցեր։ Իհարկե միգրացիայի մասին հարցերը մեծ տեղ էին զբաղեցնում։ Իմ ելույթի հիմնական մասը ես նվիրեցի նրան, որ ապրիլյան նաև քարորյա պատերազմի արդյունքում մեծ վտանգ է առաջացել նոր փախստականների, հատկապես Ալիևի իշխանության ավանտյուրիստական, ֆաշիստական հարձակումը խաղաղ բնակչության նկատմամբ Մարտակերտի, Մատաղիսի, Թալիշի եւ այլ յուղական մեր բնակավայրերի վրա, որի հետևանքով դուք գիտեք, որ խաղաղ բնակչության ինչ հարվածներ են, ինչ վնասներ են հասցվել։ Նաև նրանց ֆաշիստական գործողությունները կապված դիակների, խեղման, մարդկանց գլխատման, այս բոլորը ես ներկայացրեցի շատ հստակ եւ ասեցի, որ Ալիևը փորձ է արել իր իշխանությունը կոռումպացված երկարացնի եւ շեղի ուշադրությունը հենց այդ միջոցների առումով։ Իհարկե նաև նշեցի ուրեմն զենքի վաճառքի մասին, որ զենք էր մատակարարվում Ադրբեջանի, որը պետք է դադարեցվի եւ ամենակարևորը, որ պետք է միջազգային կառույցները նաև գնահատական տան նաև այս կառույցը, ուրեմն իրավական եւ քաղաքական գնահատական այս ապրիլյան պատերազմին ինչ որ կա, դա շատ հստակ է։ Իհարկե ինձ փորձ կատարվեց ինչ որ ձևով հակադարձի ադրբեջանցին, ընդհանրապես ասեց, որ ագրեսիվ եւ պրովոկացիոն ելույթ է։ Եվ մենք կարծում ենք, որ այս մեր քաղաքականությունը պետք է հստակ շարունակենք ամբողջ հանրությանը, ուրեմն բոլոր падգամավորներին տարբեր երկրների ԵՀԿ-ից ցույց տալ, թե Ադրբեջանը ինչի է ունակ եւ ամեն վարքյան ինչ կարող է անի։ Մենք իհարկե մեր ուրեմն առաջարկների մեջ շատ վստահ ենք եւ այս ուղղությունը առաջ ենք տանել։